սիրելի հեռուստադիտող, հավատարիմ հեռուստադիտող, մեծ սիրով ու ուրախությամբ ես ողջունում եմ ձեզ 21 TV օրդ բարի տաղավարից։ Ասում բարի առավոտ։ Առաջարկում եմ այս պահին մի լավ տեսահոլովակ, որի ընթացքում կարդանանք եւ կունենանք երաժշտական եթեր Դե ինչ վերադարձանք տաղավար, սիրելիներս, այսօր երաժշտական եթեր ենք ունենալու, մի հուշում անեմ, իմ հյուրն արդեն տաղավարում է, բայց մինչ նրա հետ զրուցելը առաջարկում եմ տեսահոլովակ, որից է պարզ կլինի, թե ով է տաղավարում այսօր, գնացինք։
Սիրելիներս, այո, այսօր պատիվ ունեմ, իմ տաղավարում է շատ հայտնի եւ սիրված կոմպոզիտոր Արտուր Միտինյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ եւ շտապում եմ նրան ողջունել բարի առավոտ։ Բարև ձեզ։ Նախ շատ ուրախ եմ, որ օրը բարի շրջանակներում այս առավոտ եկել եք ինձ հյուր եւ միանգամից հարց, որ տալիս եմ բոլոր հյուրերին։ Ձեր առավոտները ինչպես են սկսում, որ ժամից վաղ եք արթնանում։ Ժամը 8-ից դե պարապում եմ պորտով, իհարկե բտում սառը ջրի մեջ ամեն օր։ Ամեն ինչ ճշգրիտ։ Հա, ամեն անգամ եւ իհարկե երաժշտությունը առաջի տեղում է մոտս։ Երաժշտությամբ արթնանում եք։ Սուրճ թե։ Ինչ է։ Սուրճ թե։ Սուրճ ճամպայման, հա։ Սուրճ պարտադիր։ Հետաքրքիր է ինչն է այսօր ստիպում ստեղծագործել ու ընդհանրապես ինչն է հանդիսանում մուսա կոմպոզիտորի համար։ Ես մտածում եմ, որ կոմպոզիտորը ինչ որ ստեղծում է դրա համար, որ ինքը չի կարող առանց ստեղծելու։ Если չպիտի լինի ինչ որ տենակ պրոբլեմ կամ ինչ որ հարց, որ ինքը մտածում է, ես այսօր պիտի էս անեմ տենց։ Ինքը ուղղակի աշխատում է, սա իր համար, որ ոնց որ ուտելը, խմելը, կյանքն է, էլի, տենց։ Վերջերս մեր տաղավարում հյուրեր ունենք եւ զրուցում ենք նոր պրեմիերայի մասին, որ կոչվում էր Ես եւ նա Նարդոսի, բայց նաեւ գիտենք, որ ոչ միայն երաժշտության հեղինակ, այլ նաեւ այդ ռոք օպերայի հեղինակը հենց դուք եք։ Մի փոքր կպատմեք աշխատանքները նախ երբ են սկսվել եւ ինչպես է օպերայից, ռոք օպերայից վերածվել արդեն ներկայացման։ Ուրեմն ես 2013 թվականում աշխատում եմ Մոսկվայում, այնտեղ շատ պրոյեկտներ ունեի։ Իմ հետ կապնել այդ Արմեն Սարգսյանը, ռեժիսորը, հիմա այդ Աբովյանի թատրոնն է։ Այո, այո։ Հա, այն ժամանակ Էպսիդոն էր կոչվում։ Եւ առաջարկեց ստեղծել ռոք օպերան։ Իհարկե սա ես միշտ աշխատում եմ այս ապարելում, սա իմն էր։ Եվ ես տարան մտածելու եկա Երևան, դերադարձա։ Դրանից առաջ մի 12 տարի աշխատում էի Ռուսաստանում։ Եվ մենք սկսեցինք աշխատել Լիբրետոն գրեց իմ շատ մոտիկ ընկեր, բանաստեղծ Արաշիպակցյան, որի հետ աշխատում եմ ես 86 թվականից, ինքը իմ խմբի Այաս խմբի բոլոր տեքստերի հեղինակն է ինքն է։ Եվ ինքը շատ լավ լիբրետոն գրեց, ճիշտ ասած իրան ասում էի Արայք ջան, դու ես երաժշտություն գրել, ես ուղղակի հանում եմ այս բանը։ Կողքից համեմել եմ։ Այդտենց շատ մոտիկ էր։ Մենք աշխատել ենք 8 ամիս եւ 2013 թվականում արդեն սեպտեմբերում կաստինգ էր եւ այդ զարմատա ինչքան մեր որ շատ տաղանդավոր երաժշտի ջահելություն երիտասարդ հա երիտասարդ ջահելություն բոլոր ուզում են աշխատեն չնայած դե համարյա ոչ փողի հարցը вообще չկար ես ասեմ ուրեմն 8 մասնակցողներ 8 լիդերներ օպերայում աշխատել են 20000 դրամ 8 ամսվա մեջ։ Բացարձակ անշահախնդիր աշխատանք է եղել, այսինքն մի գաղափարի շուրջ հավաքվել եք եւ ստեղծել։ Հա, ուղղակի մեր երիտասարդությունը միշտ կրակի մեջ է։ Ես ինձ շատ դուր է գալիս եւ ես շատ մեծ հավեսով աշխատում եմ նրանց հետ։ 2014 թվականում նույնիսկ մոտավորապես 14-ին եթե չեմ սխալվում ներկայացում ստացվեց եւ ընդամենը 2 ներկայացում էր 14-15 դրանց հետո լրություն 10 տարի եւ անցյալ տարի ինձ Արմենը զանգեց ասում է դու դեմ չես եթե ես հիմա վերցնեմ երաժշտությունը կարճ վարիանտով ոչ անենք ոչ թե օպերա եւ թաթերակայնացնեմ այսպես ասած ես ասացի իհարկե ես մենակ ուրախ կլինեմ եւ ես եղել եմ ներկայացում Հավանեցիք հա շատ ինձ շատ դուր եկավ ոնց աշխատում են բոլոր դերասանները ոչ եմ որ ասում հոգի են գցել դրանց մեջ ինձ դա շատ դուր եկավ ես 3 անգամ եղել եմ Տեսեք նշեցիք որ 1986 թվականին հիմնադրել եք Այաս ռոք խումբը ընդհանրապես կուզենայի իմանալ ռոք խումբ հիմնադրել ռոք երաժշտություն մատուցել այն էլ Հայաստանի Հանրապետությունում հեշտ է թե ոչ որովհետև ես երբ որ հիշում եմ իմ մանկությունը մեր ժամանակ մեր հայրիկս մայրիկս շատ ընդունված էր լսել Pink Floyd, Deep Purple, Uriah Heep, Zeppelin, այդպես եւ ծանր եւ թեթև ռոք, բայց հայ ռոք խումբ ստեղծել եւ հիմնադրել կպատմեք այս Հա, մեծ հաճույքով։ Ուրեմն ես ստեղծել եմ 83 թվականից աշխատել լուրջ hard rock, այն ժամանակ hard rock էր, Ասպարեզ խմբի հետ 83-ից մինչև 86 մեկ աշխատում ենք։ Հետո ոչ եմ ես մտածել եմ որ նրանց ուզում են նվագեն heavy metal, ես ասացի ոչ եմ ավելի լավ է ուրիշ ոճ է, ոչ եմ մեր մոտ ուրիշ ոճ է, ուզում եմ ավելի շատ էքսպերիմենտ անել։
Եվ տեղ եմ Այաս խումբը։ Եվ սա շատ հեշտ է, որովհետև եթե մենք խոսանք ոչի մասին, շատ հեշտ է, որովհետև Հայաստանի երաժշտությունը շատ հզոր է, հպարտ է։ Ուրեմն բուսանական տեխնոլոգիաները հայկական, ժողովրդական եւ եկեղեցական։ Նրանք տարբեր են։ Մնում է մենակ այս ոճերը խառնել ռոք կանոնների հետ աշխարհային եւ ստացվում է հետաքրքիր բան։ Այն ժամանակ մեր ոճը հլբոր ասպարեզը մենք կոչվում էր օրիենտալ։ 89 թվականին մենք ասպարեզի հետ, Այասի հետ մտել ենք ուրեմն 10 լավագույն խմբեր սովետի։ Երբ մինչև ժուրնալը ունեմ, գերմանական Melody and Rhythms։ Բայց իհարկե դժվարություններ կային, որովհետև կամսամոլն էր ժամանակ եւ հələ ասպարեզի ժամանակ մենք մի հատ գործ ունենք, այնտեղ 9-րդ դարի Տերնունավ եւ այնտեղ ասպատի անուն էր տալիս։ Եվ ինձ ասում են բաներ չանեք։ Ոչ մենակ այդ մի բառի համար։ Բայց որ ասեմ դժվար է, մենք հետո մեր քայլերը շարունակեցինք եւ Այասը բավական շատ ժամանակ աշխատել է այդ դեպքում։ Մենք 95 թվականին ես գնացել եմ Ռուսաստան, վերադարձել եմ 2007, մեր վերականգնել եմ խումբը եւ մինչեւ հիմա մենք աշխատում ենք։ Հիմա շատ պլաններ ունենք։ Ունեք ձեր հստակ հանդիսատեսը, ձեր ունկնդրին, իսկ հետաքրքիր է այսօրվա երիտասարդությունը։ Սիրում է, լսում է։ Հա, գիտեք ոնց ես եմ դառնում ճիշտ ասած։ Ես դες կարամ շատ բան պատմեմ, ուղղակի մեր ժամանակ այնքան չի։ Ինչ Շվեդիայի զանգին ասում ձեր երեխաները պիտի սաղ աշխարհը իմանա, ես գիտեմ դե երևի ինչ որ հանակա թե ինչա, բայց նրանք եկան եւ սաղ մեր գործերը, որ մենք զայնագրել ենք 87-8 թվին, սաղ զայնապնակ դուր տվին։ Ես հա դուք ինտերնետում կարաք տնեք, կոչվում է երկինք ու երկիր, երկու դիսկ կա միանգամից։ Եվ մենք հիմա շարունակում ենք նրանց հետ աշխատել։ Հիմա խումբը զայնագրել է արդեն մի քանի գործեր երրորդ ալբոմից։ Իմ երաժիշտները շատ են ողջորած են։ Դառը ինձ գալիս են ասում դե եփա, եփ ենք ծում, եփ ենք աշխատում, ոչ չնայած ես միշտ գործի մեջ եմ։ Դրա համար կարամ ասեմ, որ մինչև հիմա ոչ ամեն ինչ նորմալ է եւ շատ ջահելություն կա, որ իմ հետ կապնում են, զանգում են, ես էլ եմ ճիշտ ասած զարմանում։ Ես էլ ճիշտ ասած, որ եկել եմ Մոսկվայից, ես գիտեի, որ արդեն ամեն ինչ մեռած է ռոկային, որ ինձ պատմել են, բայց ես զարմացել եմ, որ ինչ շարժում կար։ Դրա համար հիմա կարամ ասեմ, որ հրաշալի է, արդի է եւ կան լսողներ։ Տեսեք, դուք կոմպոզիտոր եք, միևնույն ժամանակ խմբի հիմնադիր, միևնույն ժամանակ պրոդյուսեր, միևնույն ժամանակ ռոք արտիստ, միևնույն ժամանակ ելույթ եք ունեցել օպերայի բեմում։ Հետաքրքիր է, այս ամենը ինչպես եք հասցնում եւ որն է ձեր այն ամենասիրելին։ Ես կարամ ասեմ, ես ուրեմն շատ գործեր ունեմ, եկեղեցական, սիմֆոնիկ, իմը առաջի տեղում իհարկե ռոք է, բայց այս սա, որ դուք հիմա ասել եք դրանց մասին, ես սա ինձ օգնում է, որովհետև մարդը պիտի լինի, որ ասում են ռուսական բառը многогранный։ Այո, բազմաշերտ։ Դա շատ օգնում է։ Ես իհարկե տունը ունեմ համարասախ պլաստիկա, գրքեր, սախ, ինձ սա միշտ տալիս է ոչ ուշ։ Եվ ես այդտեղ չի եղել, որ ես էլ չէի իմանալ ինչ պիտի անեմ, միշտ կրակի մեջ եմ, այս գործերի մեջ, միշտ կարամ հիմա կարամ նստեմ, թավա գործ գնեմ ձեզ այդտեղ, պրոբլեմ չկա մոտ։ Իսկ ով է ձեր այսպես ամենաուժեղ քննադատը կամ գուցե։ Բեթհովենը։ Ահա։ Բեթհովենը притом շատ են ասում, որ ես Բեթհովենը ասում եմ, ոչ не надо ругать Бетховена, միշտ ասում եմ, թողեք բան, պետք չէ վիճել Բեթհովենի հետ։ Իհարկե, հա, մոտակի սլուխը, ես 73 թվականից բաց եմ լսում, ոչ եւ ինձ ասում է, որ Բեթհովեն մենակ տենց անունով ինձ գիտեն, ես ասում եմ, հա, նորմալ է, բայց ես все-таки լուրջ չպիտի ընդունել, որովհետեւ մարդիկ կան, որ ասում են ինքը իհարկե մտածում եմ որպես Բեթհովենից արդեն ոչ եղել է այդպես։ Ասել եմ դուք բաց խալում եք։ Բեթհովենի համար միշտ եղել է ուսուցիչ։ Մեծություն։ Հա, մեծություն իհարկե, բավուն պիտի լինի։ Իմ հարևանը ինձ նվիրեց նկարը, գրեց Բեթհովեն, ասում է դու իմ համար որպես Բեթհովեն ես։ Հիմա Դե դա մարդիկ են արել։ Ող չէ կարել, այնպես որ դա կարելի է սիրով ընդունել որպես լավ գնահատական այս պարագայում։ Առաջիկայում ինչ նորություններ կան, ինչ գործերի վրա եք հիմա աշխատում։ Հիմա մեր մոտ մեր ալբոմը, որը կոչվում է Գեուշ Ուրբան, սա հին պարսկականից է, թարգմանվում է ոնց դուխ բկա, թուլի հոգի, եւ այնտեղ մենք վերցել ենք հին առասպելներ։
եւ հայկական, Պարկաստան, մի քիչ Հնդկաստանի եւ մենք հիմա այս ալբոմը ուզում ենք վերջացնենք, մեր մոտ մի 3-4 գործ մնաց որ պիտի գրենք։ Ուղղակի մի քիչ դժվար է, որովհետեւ ես միշտ շատ եմ ուզում իմ երաժիշտներից, որոնք նրանք ասում են մենք մասնագետ չենք, մասնագետներից գնաճարի, բայց աշխատում են օտիդո, ոչմ ամեն ինչ անում են, դրա համար մեր մոտ մի քիչ դանդաղ է գնում, բայց ճիշտ ուղղությամբ։ Բայց գնում է ճիշտ ուղղությամբ։ Կարևորը սա է մեր։ Իսկ խիստ եք առհասարակ, խիստ մարդեք ձեզ համար։ Հա, ունեք, իհարկե։ Ես դες կտեմ հետո, կտեսնեք։ Ինտերնետի մեջ շատ կա։ Շատ բարի, ես վստահաբար կարող եմ ասել, որ այս պահին հնարավորություն կունենանք լսելու մեր հայ Բեթհովենի կատարումներից մեկը։ Ձեր գործունեությանը մաղթում եմ միայն հաջողություն, շարունակեք ստեղծագործել եւ ուրախացնել մեզ ձեր գործերով, որովհետեւ իսկապես շատ կարեւոր գործ եք անում։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ էլ հաջողություն ուրախություն։ Իսկ հեռուստադիտողին ուղարկենք ես եւ նան դիտելու, թող գնան եւ դիտեն եւ լսեն ձեր իսկ երաժշտությունը։ Ձեզ սիրելի հեռուստադիտող, մաղթում եմ ամենայն բարիք, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը եւ թողնում ձեզ երաժշտությամբ։ Մնացեք բարով։